Եվրոպական պալատում նախորդից իշխում էր տրամադրությունը, որ այս նստաշրջանից հետո վեհաժողովի նախագահը հրաժեշտ է տալու պաշտոնին ու թերևս նաև վեհաժողովին։ Կոռուպցիոն հայտնի սկանդալներից հետո բյուրոն երեկ որոշեց վեհաժողովում կաշառակերության դրսևորումները քննելու համար անկախ հետաքննական մարմին ստեղծել։ Այս թեմայով այսօր կազմակերպված բազմակողմ քննարկմանը սուր քննադատել են փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակը նախագահը կարող են կաշառք վերցնել։ Ագրամուտն ինքն էլ հնարավորություն է ունեցել պարզաբանումներ տալ։ Սխալներ գործել եմ, ընդունում եմ, ասել է, եւ իհարկե մտահոգ եմ ԵԽԽՎ-ի եւ իմ բարկանիշով։ Նա հայտարարել է նաև, թե իր անվտանգությունը սպառնալիքի տակ է, ինչ-որ մարդիկ իր սենյակից թղթեր են տարել, դրամապանակին ձեռք չեն տվել։ Ագրամուտը խոստացել է ուրբաթ հայտարարություն անել։ Իսկ մինչ այդ վեհաժողովի սեղանին Թուրքիայի հարցն էր։ Այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը չի գոհացնում վեհաժողովին։ Այդ թեմայով զեկույցի քննարկման առանցքում Թուրքիային դարձյալ մոնիտորինգի տակ բերելն էր։ Պատվիրակներն անխնա քննադատել են այդ երկրի ոչ ժողովրդավարական իրավիճակը։ Հիշեցրել են, Թուրքիայում հանրաքվեն անցկացվեց արտակարգ դրության պայմաններում։ Դանիան ներկայացնող Նիկոլա Վիլլումսենը հայտարարել է, այն երկիրը, որտեղ կընդունվի մահապատիժը, իրավունք չունի լինել եվրոպական ընտանիքում։ Վիլլումսենի թիրախն առավելապես Թուրքիայի նախագահ Էրդողանն էր։ Էրդողանը չարաշահել է ԵԽԽՎ-ի վստահությունը Թուրքիայի նկատմամբ, բայց այդուհանդերձ թուրք հասարակությունն իրավունք ունի լինել ժողովրդավար։ Միանշանակ է, որ Թուրքիան պետք է համապարփակ մոնիտորինգի ենթարկվի։ Այս զեկույցում Թուրքիայի ներկայացրած փոփոխությունները վեհաժողովը քվեարկությամբ մերժել է։ Այդ երկրի ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիային դեպի մոնիտորինգ ետ տանելը կարող է վատ հետևանքներ ունենալ, բայց պատվիրակները հաստատակամ են, այդ երկիրը խնդիրներ ունի։ Ժողովրդավարությունն անընդմեջ զարգացող պրոցես է եւ Եվրախորհրդի հետ երկխոսելով հնարավոր է շտկել բացթողումները։ Թուրքիայի փոքր եղբայրն է նետվում պաշտպանության, ադրբեջանական պատվիրակությունից Սեիդովն է իր բոցաշունչ ելույթով։ Թուրքիային հետ մոնիտորինգային վիճակից մոնիտորինգի տակ տանելն անընդունելի է, հետևանքների մասին պետք է մտածել։ Ինձ թվում է, որ այսպիսով մենք միտումնավոր Թուրքիային հեռացնում ենք Եվրոպայից։ 3 ժամ քննարկելուց հետո վեհաժողովը ձայների ճշշող մեծամասնությամբ 113 կողմ 45 դեմ եւ 12 ձեռնպահով ընդունել է զեկույցը։ Թուրքիան այսուհետև մոնիտորինգի տակ կլինի, վեհաժողովը կվերահսկի այդ երկրում ժողովրդավարական գործընթացները։ Թուրքիանի դեպի Եվրախորհրդի մոնիտորինգի տակ է եղել 1996-2004 թվականներին։ Այս զեկույցի ընդունումից հետո Թուրքիայի ներկայացուցիչը ձայն է խնդրել, սակայն նիստավարողը մերժել է։ Սիրանուշ Մուրադյան, օրակարգ։